Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքերը փակ էին վաղ առավոտյան, ոստիկաններն էին հսկում։ Լռության, հսկողության եւ լարվածության այս մթնոլորտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին այցելում Եռաբլուր խնկարկելու նահատակների հիշատակը։ Մինչ այդ գրառում էր արել Facebook-ում, հայտարարել էր, որ զոհվածների հիշատակի առաջ պատասխանատու են թե կառավարությունը, թե խորհրդարանական մեծամասնությունը։ Փաշինյանի այցից ժամեր առաջ այդտեղ էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք եկել էին որդիների շիրիմների մոտ, ինչպես իրենք են ասում, հսկելու, որպեսզի իշխանության ներկայացուցիչները չմոտենան։ Սեպտեմբերի 27 գոհություն մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Զոհվածների ծնողներն ասում են, իրենց համար հիշատակի օրացույց գոյություն չունի, իրենց համար ամեն օրն է հիշատակի օր։ Նրանք հարց են բարձրացնում, ինչու իշխանության ներկայացուցիչները Եռաբլուր չեն այցելում սեպտեմբերի 19-ին, 27-ին կամ նոյեմբերի 9-ին, օրեր, որոնք անմիջականորեն կապված են պատերազմի եւ դրա հետևանքների հետ։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նկատում է, հունվարի 27-ը կեղծ օր է, մնացած օրերին Եռաբլուր չայցելելն արդարացնելու համար։ 2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին։ 2022 թվականի ագրեսիայից հետո եւս մի քանի 100 մարդ զոհվեց։ Սակայն իշխանությունն այդ օրերին թեման մոռացության մատնեց եւ շրջանցեց։ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին 2022 թվականի Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց։ Աբրահամյանը հիշեցնում է նաև նախորդ տարիներին Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու դեպքերը, դա դիտարկելով որպես իշխանության վերաբերմունքի բնութագրիչ դրվագ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակման մեջ գրել է, որ յուրաքանչյուր ընկած զինվոր յուրաքանչյուր ընտանիքի անդամն է։ Մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում, եւ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Սիրելի իմ եղբայրներ եւ քույրեր, դուք իզուր չեք ընկել։ Ազգային ժողովի նախկին նախագահ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ այս կերպ իշխանությունը փորձում է մոռացության մատնել սեպտեմբերի 19-ը, 27-ը եւ նոյեմբերի 9-ը։ Նա վստահ է, որ ցանկանում են ստվերել խորհրդանշական օրերը, թե հաղթական, թե հիշատակների։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միտված է մեկ բանի նաեւ, չէ՞, որ մոռացության մատնվի թե 44-օրյա պատերազմի պարտությունը, թե Արցախահայության բռնի գաղթը, թե քան նահատակներն ու զոհերը։ Քաղաքացիների մի մասը գիտի, թե ինչ օր է հունվարի 27-ը, մյուսները ոչ։ Սակայն գրեթե բոլորը միակարծիք են, նահատակների հիշատակը օրացույցով չի չափվում։ Մեր համար բոլորն են հիշատակային օր, որովհետև այնպես վիճակի մեջ ենք մենք զոհել ենք, որ մոռանալ չի հնարավոր չի։ Թվում է հիշատակային օրը ամեն օր պետք է լինի։ Աստված նրանց հոգիները լուսավորի։ Ավելի լավ էր սեպտեմբերի 27-ը, ավելի ճիշտ կլներ։ Այսօր տեսակ անմիտ օր է։ Այս մարդիկ օրեն հորինել, դրա համար այսօր ոչ աշխատանքային են սարքսել, որովհետեւ մարդկանց ինչ-որ բանով էլի շեղեն։ Քանի որ այս իշխանություններն են, այս հիմնական այս վերջի պատերազմի զոհի պատճառները, այսօր էլ իրանք համար ինչ-որ օր են հորինել, որովհետեւ կանան մարդկանց ավելի լավ շեղեն, ոչ թե պիտի օր ստեղծենք նոր եթանք Եռաբլուր միշտ պիտի եթանք։ Ազգային ժողովը ինչ ուզում է թողանի, դա թող հիմի չհիշատակեր է, այն պատերազմի ժամանակ ամեն ինչ հիշատակեր, որ չգնային անմեղ երեխաները զոհվեին։ Հիշատակի օրը երբեք ավելի նոր չի լինում։ Կարելի է եւ այսօր նշել, եւ սեպտեմբերի 27-ին հիշել։ Ամենագլխավորը, որ մեր կառավարությունը դա ճիշտ գնահատի վերին բարձրության վրա, ինչում ես մի քիչ կասկածում եմ։ Զոհվածների ծնողներն ու հարազատները սոցիալական ցանցերում հայտարարում են, որ չեն ընդունում հունվարի 27-ը որպես հիշատակի օր։ Նրանք իշխանությանը կոչ են անում իրենց որդիների հիշատակը չդարձնել օրակարգային գործիք եւ մոռացության չմատնել մյուս խորհրդանշական օրերը։ Սդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։